Շարունակում ենք եթերը եւ ուրախությամբ նշենք, որ նաեւ այսօր սպորտի միջազգային օրն է ու սա եւս մեկ լավ առիթ է հիշելու, որ սպորտը ոչ միայն առողջ ապրելակերպի հիմնական կետերից մեկն է, այլ նաեւ համերաշխության եւ մարդկանց համախմբելու լավագույն ձևերից մեկը։ Իրականում հենց այս առիթով էլ հյուրընկալել ենք տաղավարում արդեն ներկա մեր հաջորդ հյուրին, շտապ ենք ներկայացնել նրա մարզական մեկնաբան, մեր գործընկեր Կարեն Գիլոյան, բարի լույս պարոն Գիլոյան։ Բարի լույս, շնորհավորում ենք։ Շնորհավորում ենք։ Շնորհակալ եմ, ես էլ ձեզ եմ շնորհավորում, այո, իսկապես շատ ճիշտ նշեցի, Ռանի ջան, սպորտը խաղաղության հիմնարար գործոնն է եւ պատահական չէ, որ հին օլիմպիական խաղերի ժամանակ բոլոր պատերազմները դադարում էին օլիմպիական խաղերի օրերին, բոլոր պատերազմները դադարում էին։ Իհարկե նոր օլիմպիական խաղերը ցավոք աչքի չեն ընկնում այդ նույն տրամաբանությամբ, հիշենք թեկուզ երկրորդ աշխարհամարտի ժամանակ 40 եւ 44 թվականի օլիմպիական խաղերը չկայացան։ Իսկ եթե դրանք լինեին հին օլիմպիական խաղերի ժամանակ, պատերազմը չէր կայանա, օլիմպիական խաղերը կայանային, բոլորից մաղթում եմ, որ այդ սկզբունքը վերադառնա իրականություն եւ սպորտը բերի խաղաղություն։ Ինչ կմաղթեք այսօրվա կապակցությամբ ինքներդ ձեզ եւ մեր մարզիկներին։ Իրականում սպորտը պրոֆեսիոնալ սպորտը շատ դաժան է, շատ պահանջկոտ, որպեսզի հասնել հաղթանակի, որպեսզի հաջողություն ունենալ, պիտի զրկանքների միջոցով անցնել, պիտի դաժան մարզումային փուլերի միջոցով անցնել։ Հաղթանակը արյամ ու քրտինքի օգնությամբ է տրվում, առանց դրան չի լինում։ Դրա համար բոլոր մարզիկներին կուզեմ մաղթել առանց վնասվածքի մարզական կարիերա, եթե դա հնարավոր է, իհարկե, հանդիսատեսին էլ հաղթանակի բերկրանք։ Մենք իհարկե առիթից օգտվելով եւ հաղթանակների ու հաջողությունների մասին խոսելով չենք կարող չխոսել ամենակարևոր նորության մասին, որի մասին նաեւ պիտի մեր հեռուստադիտողներին տեղեկացնենք։ Դուք պարոն Գիլոյան համաշխարհային հակադոպինգային գործակալության հիմնադիր խորհրդի անդամ եք ընտրվել եւ եթե չեմ սխալվում միակն եք մեր տարածաշրջանից, որը երբևէ այդ խորհրդում ընդգրկվել է։ Նախ շնորհավորում ենք, բայց նաեւ պատմեք թե այո, ինչ գործառույթներ ունի այս խորհուրդը, ինչով է զբաղվում եւ ինչպես եք դուք ընտրվել որպես անդամ խորհրդի։ Վադայի կամ համաշխարհային հակադոպինգային գործակալության հիմնադիր խորհուրդը ղեկավար մարմինն է։ 42 անդամ ունի, որոնցից մեծ մասը միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ են։ Ես եւ Բյորնբերգը ներկայացնում ենք Եվրոպան, 42 երկրների ներկայացուցիչն ենք Վադայում։ Այո, տարածաշրջանից երբևէ այդ խորհրդային որևէ երկրից ներկայացուցիչ չի եղել, դա մեծ պատիվ է իհարկե եւ ես արդեն սկսել եմ իմ գործունեությունը հունվարի 1-ից, արդեն հիմնարար սկզբունքների քննարկումներ ենք ունեցել, շուտով կունենանք նախագահի եւ փոխնախագահի ընտրություն, վերընտրություն մայիսին, դեկտեմբերին կկայանա համաժողովը Վադայի, որը շատ հարցերի պատասխան կտա, այսօր Վադայում որոշակի խնդիրներ կան, եթե տեղյակ եք Միացյալ Նահանգների հետ խնդիրներ կան, ֆինանսավորման, Չինաստանի հետ խնդիրներ կան, դեռ Ռուսաստանը որպես այդպեսին հեռացված է, նաև որոշ մարզիկների հետ կապված խնդիրներ կան, Սինարը օրինակ աշխարհի առաջին ռակետը որակազրկվեց, բայց կարճ ժամանակով երկակի ստանդարտները կիրառվեցին, ինչու, ինչպես, այս հարցերի պատասխանները ստանալու համար պիտի աշխատել եւ արդեն մեկ ժողովի եղել եմ, ի պաշտոնե եւ ապագայում էլ, առաջիկայում էլ ներկայացնեմ մեր երկիրը, իհարկե դա երկրներին չի տրվում այդ պաշտոնը, բայց միևնույն է ես Հայաստանն եմ ներկայացնում, ես այս երկրի ներկայացուցիչն եմ, վստահեցնում եմ ձեզ, որ առողջ սպորտը, մաքուր սպորտը Հայաստանի կառավարության առաջնահերթություն է, Հայաստանում այսօր սպորտը զերծ է արգելված խթանիչներից եւ շատ լավ է, որ այդպես է, մեր վարկանիշը շատ բարձր է միջազգային ասպարեզում, բոլորը գիտեն դրա մասին, մեր դոպինգ օֆիցերները շատ լուրջ վարկանիշ ունեն, նրանց գործուղում է Վադան տարածաշրջանի երկրներ դոպինգ ստուգումներ իրականացնելու համար, Հայաստանի հակադոպինգային գործակալությունը ստացել է բարձր գնահատական, մենք շարունակում ենք այս ուղղությամբ աշխատել եւ շատ եմ ուզում 2026 թվականի գործկոմի նիստը կազմակերպել Հայաստանում,
դրա ուղղությամբ աշխատանքներ ենք տանում, հուսամ կստացվի։ Սրանք ֆանտաստիկ նորությունների շարք էին, եւս մեկ անգամ շնորհավորում ենք եւ ձեզ եւ մեզ, իսկապես մեծ պատիվ է նման ներկայացուցիչ ունենալը։ Եկեք խոսենք նաեւ մի փոքր ավելի մանրամասն, թե ինչ գործառույթներ եք իրականացրել մինչ այս պահը, ինչ է ակնկալվում առջևում եւ որքան ժամկետով։ Նորից վադայի մասին է խոսքը։ Այո։ Պարտականություններից կատարման անցել եմ հունվարի 1-ից։ Առայժմ շատ չեմ հասցրել ներգրավվել, բայց երբ կրթության, մշակույթի ու սպորտի նախարարի տեղակալ էի, ի պաշտոնե մասնակցել եմ ժողովների, այնտեղից եմ անձնական ծանոթություններ ունեցել, մասնավորապես հենց նախագահի Վիտոլդ Բանկայի հետ, վադայի նախագահի, եւ նրա առաջարկով եմ դրել թեկնածությունս ու ընտրվել եմ հիմնադիր խորհրդի անդամ։ Ընդհանուր առմամբ մեր տեսակետները համապատասխանում են, մենք մաքուր սպորտի կողմնակից ենք, մենք եւ ես չլինելով անգամ պաշտոնյա, երբ ուղղակի սպորտային մեկնաբան էի, ես այն ժամանակ էլ մաքուր սպորտի համար պայքարել եմ ու բազմաթիվ հաղորդումներ եմ ունեցել այս առումով, սկսած 1996 թվականից, երբ արդեն սպորտում սպորտային մեկնաբան դարձա, այնպես որ սա նորություն չէ, այս ճանապարհը անցել ենք ու հստակ գիտենք նաև թե ինչ ենք ուզում անել ու կշարժվենք այդ ուղղությամբ, որպեսզի իսկապես մաքրենք սպորտը։ Չարիք է, արգելված խթանիչը չարիք է։ Դա ոչ միայն ազնիվ պայքարից դուրս է, այլ նաև առողջության համար շատ վնասակար է։ Անձամբ ճանաչել եմ ու ճանաչում եմ մարդկանց, ովքեր դրա զոհն են դարձել, ովքեր օգտագործելով հետո շատ շուտ են սպորտը թողել, հետո խնդիրներ են ունեցել, հետո անգամ մահացել են շատ երիտասարդ տարիքում։ Մի քանի ազգանուն կարող եմ տալ, եւ դա շատ վատ է։ Պիտի արագ ու հապճեպ հաղթանակի հետևից չգնալ։ Պիտի տանջվել, որ այդ հաղթանակն էլ բերկրանքն էլ քաղցր լինի։ Ես ձեզ վստահեցնում եմ, Հայաստանը այսօր ապացուցում է, մասնավորապես ծանրամարտը, որը համարվում է այսպես խոցելի մարզաձևերից մեկը, դոպինգ առումով, ապացուցել ենք մենք, որ կարելի է ավելի լավ արդյունքների հասնել առանց արգելված խթանիչների, առանց դոպինգի։ Դրա համար ուղղակի մի քիչ ավելի գրագետ պիտի լինել, մի քիչ ավելի կիրթ պիտի լինել, ու պիտի ջանք ու եռանդ չխնայել, համբերություն ունենալ, նպատակասլաց լինել ու խանդավառորեն գնալ դեպի հաղթանակ։ Հակառակ պարագայում ոչինչ չի օգնի։ Ու մեր մարզիկները դա ապացուցել են։ Մենք այսօր Եվրոպայի ու աշխարհի չեմպիոն թիմ ունենք, հավաքական ունենք։ Այ վերադառնալով արդեն միջազգային ասպարեզից Հայաստան, ձեր գնահատմամբ ինչպիսին է այսօր սպորտը առհասարակ Հայաստանում։ Շատ խնդիրներ կան լուծելու, հատկապես բարձակառույցների առումով։ Մենք շատ հետ ենք, շատ թույլ են մեր մարզակառույցները ու քիչ են։ Պիտի շատ ունենալ, որպեսզի արդյունք ակնկալել։ Անում է կառավարությունը հնարավորը, որպեսզի մարզիչը խնդիր չունենան, բայց միայն ֆինանսականով չէ։ Մենք ընդամենը մեկ ծաղկաձոր ունենք մարզվելու համար եւ մեկ օլիմպիավան։ Ուրիշ մարզաբազա չունենք որպես այդպիսին։ Իսկ մարզիկը, ասենք ծաղկաձոր կարող է գնալ ընդամենը 2 անգամ տարվա մեջ, որովհետեւ դա բարձր լեռնային գոտի է ու միայն ֆունկցիոնալ պատրաստականության համար է, ու օլիմպիավանն է, որտեղ մարզիկները անընդհատ միօրինականությունից հոգնում են։ Չի կարող մարզիկը անընդհատ մի պայմանում մարզվել ու ունենալ լավ արդյունք։ Պիտի տարբեր պայմաններում մարզվի, տարբեր մրցակիցների հետ մարզվի, համատեղ ուսումնամարզական հավաքների պիտի մասնակցի, որ կարողանա հասնել հաջողության։ Հակառակ պարագայում ուղղակի հոգնի, կձանձրանա ու ոչ մի արդյունք չի լինի։ Այ պիտի շատ ունենանք։ Մենք մրցակցային դահլիճ չունենք։ Մարզահամերգային համալիրը հանած, մենք միջազգային ստանդարտների համապատասխանող դահլիճ Հայաստանում չունենք։ Միկան է քիչ թե շատ մոտիկ, նախկին Միկան, քիչ թե շատ, որը շատ թերություններ ունի ու բացեր ունի, դրանք պիտի լրացնել, որ կարողանա գալ այդ բացը փակել եւ այսպես ասեմ, որ այս ուղղությամբ էլ մտածում եմ, կարծես թե ունեմ շատ լավ ներդրողներ, կարողացել եմ մարդկանց համոզել, իմ ընկերներին, ովքեր այս ուղղությամբ խոստացել են քայլեր ձեռնարկել, շատ փակագծեր չեն բացի, բայց մի մրցումային հրաշալի մարզահամալիր եւ մեկ մարզումային մարզահամալիր
առաջիկա 3-4 տարիներին մենք կունենանք։ Հասկացանք ինչ կարևոր գործոններից է բաղկացած նաև սպորտի զարգացումը, բայց եթե բաց թողումները կամ թերացումները չհաշվենք, այսօր հայկական սպորտի զարգացման վրա ինչպիսի գործոններ են ազդում, որոնք որ արդեն տեսանելի են։ Ես արդեն ասացի, ենթակառուցվածքների շատ քիչ լինել, բացակայություն կարող եմ որպես այդպեսին ասել։ Դե ֆինանսը միշտ քիչ է լինում, ինչքան էլ տալիս ես մեկ է։ Սրանք բացասական կողմերն են, մենք ուզում ենք դրականները իմանալ։ Դրականը այն է, որ այսօր ինչքան տեսանելի արդյունք ունենք այդ այսօր մարզիկներն ու մարզիչները բավական լավ գումարներ են ստանում, եւ որպես պարգևավճար, եւ որպես աշխատավարձի տեսքով կատարած արդյունքների համար ամսական գումարներ։ Եվ բացի այդ, մենք աշխատում ենք նաեւ այլ ուղղությամբ եւ կազմակերպությունների հետ մարզիկների, մարզիչների, մերսողների, բժիշկների օգնության հիմնադրամ ենք աշխատեցնում։ Անցած տարի 700,000 կրիպտոարժույթ տրվել է։ Այս տարի գումարը նույնն է 7 տարով, ես չգիտեմ կազմակերպության անուն կարող եմ տալ, թե չեմ կարող, չեմ տալիս, բայց շնորհակալություն ամեն դեպքում արվում է այդ ամեն ինչը ու 7 տարի այդքան գումար տրվելու է մարզիկներին, մարզիչներին, բժիշկներին, մերսողներին արդյունքների համար, աշխարհի ու Եվրոպայի առաջացումների եւ ֆեդերացիաներին ու Հայաստանում անցկացվող միջոցառումներին որպես օժանդակություն, այնպես որ կառավարության մեծ գումարից զատ նաև այսպիսի գումար կա, որը փորձում է բալանսի բերել։ Այդ միջազգային միջոցառումների մասին էի նաև ուզում որ խոսեինք, դրականների շարքից, որովհետև դրանք կարծես բավականին դրականների շարքից Հայաստանը վերջին 4 տարիների ընթացքում մրցման մասնակցող երկրից դարձել է մրցում կազմակերպող երկիր։ Այսօր արդեն ամբողջ աշխարհը գիտի, որ մենք հրաշալի մրցում ենք կազմակերպում, դրա հիմքը դրվեց բռնցքամարտի եւ ծանրամարտի Եվրոպայի առաջնություններով, սամբոյի աշխարհի առաջնությունով, միայն այս տարի 6 խոշոր մրցում կա Հայաստանում, շատ մեծ, հոկեյի դե դիվիզիոնի աշխարհի առաջնություն, կարատեի մեծահասակների Եվրոպայի առաջնություն, բասկետբոլի մինչև 20 տարեկանների B դիվիզիոնի Եվրոպայի առաջնություն, վոլեյբոլի 16 տարեկանների Եվրոպայի առաջնություն, շախմատի ուսանողների Եվրոպայի առաջնություն եւ սպորտային պարերի աշխարհի գավաթի խաղարկություն։ Իսկ կներեք, այս ամենը կազմակերպելուն զուգահեռ մենք կարողանում ենք միջազգային ստանդարտներին համապատասխանել եւ բավարարում ենք արդյոք այդ ստանդարտները։ Ոչ միայն կարողանում ենք համապատասխանել, այլ սահմանում ենք նշաձող, որին հետո փորձում են հավասարվել աշխարհի այլ երկրներ։ Եվ կուրախանակ հաստատ որ ասեմ, 2026 թվականի աշխարհի ծանրամարտի առաջնությունը անցկացվելու է Չինաստանում, 27-ին Հայաստանում։ Ուրեմն երբ որ Չինաստանը ստացել է այդ առաջնությունը անցկացնելու իրավունքը, դիմել է համաշխարհային ֆեդերացիային, խնդրել է միջնորդել, որ իրենք խումբ ուղարկեն Հայաստան ու հասկանան, թե մենք ինչպես ենք կարողացել կազմակերպել 23 թվականի Եվրոպայի առաջնությունը այդքան բարձր մակարդակով, որ իրենք կարողանան դա անել։ Տեսեք, այս դրական արդյունքների մասին էի ուզում որ խոսենք, այսքանից հետո արդեն հանգիստ կարող ենք Դավիթ հարցնել, թե եք նախընտրում առավոտյան։ Երբ որ սամբոյի Եվրոպայի առաջնությունը անցկացրինք, մինչև այդ ընդհանրապես չէին ուզում խոսել աշխարհի առաջնության մասին։ Հետո իրենք էին խնդրում, որ աշխարհի առաջնությունը անցկացնենք։ Երբ որ բռնցքամարտի համաշխարհային ֆեդերացիայի նախագահ Օմար Կրեմլովին առաջարկեցի Հայաստանին տալ Եվրոպայի առաջնությունը անցկացնելու իրավունք, ասաց դուք ոչ մի բան առայժմ չեք անցկացրել։ Միանգամից մեծահասակների Եվրոպա ոնց տանք։ Եկեք երիտասարդներից սկսենք, ասի չէ։ Դուր Եվրոպայի մեծահասակներ չես փոշմանի, հետո ավելին կանենք։ Ձեր ծերի տվեցինք, հավատաց, շնորհակալ եմ։ Հովհաննես Հովսեփյանի հետ էինք այս գործընթացը իրականացնում։ Անցկացրինք առաջնությունը, ասաց հիմա ուզում եք աշխարհի առաջնություն տամ։ Ինչ եք ուզում ընդհանրապես այս կյանքում։ Ասեք ձեզ տամ անցկացրեք, ես ինչ արեցիք։ Ու դա միայն իր կարծիքը չի։ Ով եղել է այստեղ մրցման, բոլորը ուզում են նորից գալ այստեղ մրցման։ Ֆրանկոֆոնիա են մեզ վստահել, որը փոքր օլիմպիական խաղեր է 52-54 երկրի մասնակցությամբ։ Ասենք մեզ էլի
Հրաձգության Եվրոպայի առաջություն են վստահել մյուս տարվա համար, սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջություն են վստահել, ծանրամարտի աշխարհի առաջություն են վստահել։ Մենք ում դիմենք, մեզ վստահելու են, քանի դեռ ամեն ինչ լավ ենք անում։ Եվ մենք հիմա իհարկե պարտավոր ենք պահել այս տշաձողը, մենք պիտի ուրախանանք, ոգևորվենք, բայց չհանգստանանք, չնիհրենք ու շարժվենք առաջ։ Բայց նաև մտածենք զուգահեռ մասնակցության մասին, քանի որ այո, կազմակերպել իհարկե փաստացի շատ լավ է։ Մասնակցելը ենք, լավ մասնակցելու։ Այո, հենց լավ մասնակցելու մասին է խոսքը, որովհետև հաճախ լսում ենք նաև այսպիսի պնդում, որ ասում են մարդիկ, որ մեր դեպքում մեր սպորտը հաճախ հաջողում է որոշակի կոնկրետ մարզաձևերում, ոչ բոլորում, անգամ ես երբեմն լսել եմ պնդումներ, երբ ասում են, այսպես թիմային մարզաձևերում այդքան էլ լավ չի ստացվում գուցե մեզ մոտ, այո, բայց ավելի անհատական մարզաձևերում ավելի լավ է ստացվում։ Դուք ինչպես եք վերաբերում այս պնդմանը առհասարակ, արդյոք ճիշտ է, բացարձակ համաձայն չեմ, դա ազգային գենի հետ ոչ մի կապ չունի, եւ մենք կարող ենք բոլոր մարզաձևերում շատ լավ հանդես գալ, շատ լավ։ Ուղղակի դրա համար ֆինանս է պետք, դրա համար մասնագետ է պետք, դրա համար ենթակառուցվածք է պետք, ժամանակ ու համբերություն է պետք։ Ուրեմն Դավիթ ջան, երբ որ մի 20 տարի, 25 տարի առաջ գնում էինք ըմբշամարտի, օրինակ եմ բերում, ըմբշամարտի աշխարհի առաջնություն եւ վիճակականությամբ մեզ ընկնում էր հնդիկ ըմբիշ, ասում էինք շատ լավ է, դրա հետ կտականաս, որ մյուս գոտեմարտերը լավ անցկացնես։ Դա մեզ համար նվեր էր։ Այսօր մենք ասում ենք հանկարծ հնդիկ չընկնի։ Ինչի, որովհետեւ միջոցներ ներդրեցին, ռեսուրսներ ծախսեցին, հավատացին, զարգացրին։ Այո, մեր երկիրը բոլոր մարզաձևերից չէ որ հաջողում է, բայց դա ֆինանսների հարց է ու չկա երկիր, որ բոլոր մարզաձևերից լավ է զգում իրեն։ Չինաստանը, որ սպորտի վրա ֆինանս չի խնայում, ամեն ինչ անում է, ծանրամարտը, որ իր համար հենակետային մարզաձև է եւ 6.500.000 պրոֆեսիոնալ ծանրորդ ունեն, որ այդ երկրի ազգային առաջնությունը տևում է 1.5 ամիս, 102-ից բարձր քաշային կարգերում, ասում է ֆեդերացիա, դու ուզում ես զարգացրու, ես փող չեմ տալիս։ Հիմա քանի որ դուք այդ ամեն ինչի մասին շատ լավ գիտեք եւ տեղեկացված եք, ուզում ենք իմանալ Եվրոպայի եւ աշխարհի առաջնությունների մեր սպորտային խմբերի, թիմերի եւ մարզիկների արդյունքները կարող ենք ակնկալել, որ ավելի բարելավված կլինեն։ Քանի որ դուք տեղյակ եք, ինչպես է կազմակերպվում ամեն ինչը։ Ուրեմն ասեմ, հաստատ կարելի է հաջողության հասնել բոլոր ասպարեզներում, բայց ելի եմ ասում, դա ռեսուրս է պահանջում։ Խաղային մարզաձևերում ինչու մեծ հաջողություններ չունենք, որովհետև ռեսուրս շատ է պահանջում։ Եթե անհատական մարզաձևերում 2 հոգի էլ ունենաս կարող ես հաջողության հասնել, թիմային մարզաձևում առնվազն, չգիտեմ, 20-30 տարբեր թիմային մարզաձևերի համար տարբեր քանակ։ Ֆուտբոլում առնվազն 30 հոգի պիտի ունենաս, չէ՞։ Այսինքն անհատական մարզաձևերում մարզիկի կամքի ուժը եւ աշխատասիրությունը բավարար են, բայց թիմային մարզաձևերում պետք է նաեւ ներդրում։ Կամքի ուժն ու նվիրվածությունը կարծում եմ էլի բավարար է, բայց ֆինանսները պետք ներդնել։ Շատ մեծ թվերի մասին է խոսքը։ Ստադիոն չունենք մենք այսօր։ Շատ լավ է, որ մենք ձգտում ենք առաջինը լինել։ Ֆանտաստիկ է։ Առանց այդ ձգտման ու խանդավառության ոչինչի հասնել չի լինի։ Ես շատ կարևոր է օբյեկտիվ գնահատել իրականությունը, լավի կողքին նաև նշելով բոլոր այն բաց թողումները, որոնց վրա դեռ աշխատանք կա անելու եւ որոնց մասին բարձրաձայնում ենք հենց այդ միտումով, որպեսզի այդ աշխատանքները իրականացվեն եւ ավելի մեծ ու լավ արդյունքների ակնկալիքով առաջ շարժվենք։ Արդից օգտվելով իհարկե նաև պիտի խոսենք սպորտային լրագրության մասին, առհասարակ ձեր գնահատմամբ ինչպիսին է այսօր սպորտային լրագրությունը Հայաստանում արդյոք ապրել է զարգացում թե կամ որոշակի խնդիրներ դարձել։ Դաշտում գործող լրագրողները բավական պրոֆեսիոնալ են, բարձր մակարդակ ունեն, բայց ինձ շատ է անհանգստացնում, որ շատ կայքեր, հարթակներ, հեռուստատեսություններ, ռադիոներ պրոֆեսիոնալ սպորտային մեկնաբան չեն պահում։ Ես կայքեր եմ կարդում, զանազան ալիքներ եմ կարդում, հետևում եմ բոլոր սպորտային հրապարակումներին ու ծիծաղելի սխալներ եմ տեսնում ու հասկանում եմ, որ մասնագիտական սխալներ։ Գավաթի առաջնությունը, խաղարկությունը առաջնությունից չեն տարբերում, չեմպիոն տիտղոսը չեն հասկանում, ինչ է իրենից ներկայացնում, բոլորը չեմպիոն են մեզ համար։ Իրականում չեմպիոնը միայն մեծահասակների պաշտոնական առաջնությունների տիտղոս է։ Երիտասարդն ու պատանին չեմպիոն չեն կարող լինել։ Իրենք ընդամենը հաղթող են։
Ըստ հիշիր, հա, որ հետո հաղթող մարզիկներ ունենանք պատանիների եւ երիտասարդների մեջ, չասենք, որ մենք ունենք չեմպիոններ, ասենք մենք ունենք հաղթողներ։ Անկասկած։ Չեմպիոնը միայն մեծահասակների տիտղոս է։ Եվ պաշտոնական առաջնությունների գավաթի խաղարկությունը, միջազգային մրցաշարը չեմպիոն չեն ունենում։ Ունենում են գավաթակիր, մրցաշարի հաղթող։ Այսպիսի ես մասնավոր օրինակ բերեցի շատ տարրական, բայց դրանք շատ են։ Կարդում ես ու հասկանում ես, գրողը սպորտային լրագրող չի, մասնագետ չի։ Դրա համար շատ լավ կլիներ, եթե սպորտ էինք լուսաբանում, հարգելի գործընկերներ, հեռուստատեսություններ, ռադիոներ, հարթակներ, պահեք մասնագետ, ով տերմինաբանություն կիմանա, ով մրցման կարևորությունը կիմանա, ով կհասկանա ում մասին պետք է շատ խանդավառ խոսել, իսկ ում մասին ընդհանրապես պացիկ ասել անցնել, որովհետև համեմատություն կա, որովհետև կա օլիմպիական եւ ոչ օլիմպիական մարզաձև, կա ընդունված, չընդունված, բազմաթիվ այսպիսի հարցեր կան։ Դրա համար կուզեի, որ բոլոր սպորտ լուսաբանողները պրոֆեսիոնալ լինեին։ Շատ կարևոր կետի իրականում հասանք, որովհետև վերջին տարիներին գոնե թե առաջին ալիքը բավականին շատ սպորտային եւ պրոֆեսիոնալ սպորտային հաղորդաշարերը եւ թողարկում եւ մեկնաբանները հանրային հեռուստատեսությունը սպորտային ալիք էր դարձել։ Այո, հետաքրքիր է այս առումով տեսնում եք փոփոխություն միջազգային մեդիայի համեմատ, քանի որ նաև միջազգային սպորտային մեդիային էլ եք ծանոթ, տեսնում եք այսպես փոփոխություն, առաջընթաց այդ առումով։ Տարիների ընթացքում, երբ հանրային հեռուստատեսությունը սկսեց պաշտոնապես ու լեգալ սպորտ ցուցադրել, իսկ մինչև 2000 թվականը մենք լեգալ սպորտ ցույց չէինք տալիս։ Ամբողջը հեռուստահենություն էր, ծովահենության հոմանիշ որպես, այսինքն ուրիշ տեղերից արտագրած, լոգոն փակած, ինչ-որ այսպիսի բաներ։ Սկսած 2000 թվականից, երբ մենք սկսեցինք ավելի պրոֆեսիոնալ աշխատել ու օրենքի դաշտում աշխատել, շատ բան է փոխվել իհարկե, եւ այսօր փառք Աստծո մեծ մրցումները հավուր պատշաճի լուսաբանվում են, ցուցադրվում են, այնպես որ այս առումով շատ ուրախ եմ, որ այդ առաջընթացը կա, գործընկերներս էլ իրենց աշխատանքը կատարում են մեծ պատվով, դրա համար շատ ուրախ եմ։ Պարոն Գիլյան, շատ շնորհակալ ենք ձեր այս գրագետ խելամիտ անդրադարձին, մեկնաբանությանը, որովհետև իսկապես բացի նրանից, որ մենք հպարտանում ենք, ոգևորվում ենք, ուրախանում ենք, նաև ժամանակ առ ժամանակ պետք է ավելի իրատեսական հասկանանք, թե ինչ խնդիրներ եւ բաց թողումներ ունենք եւ այս առումով մասնագետի գրագետ դիտանկյունից իրականությանը նայելը շատ կարեւոր է եւ տեղին։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ այդ հաճելի ժպիտների, այս լավ առավոտի այսքան դրական հույզերի համար։ Բայց քանի որ շատ մասնագիտական խոսեցինք եւ մեզ մոտ էլ weekend է ու մենք weekend-ները ամեն դեպքում փորձում ենք այսպես ավելի թեթև խաղային անցկացնել, առաջարկում ենք չես հավատա, բայց իմ weekend-ն էլ է սպորտ։ Միշտ խաղային է, չէ՞ ձեզ մոտ։ Մեր դեպքում առանց սպորտային այսպես հնարքների պարզապես բլից հարցում ենք կազմակերպել նաեւ այս մեր հարցերի շարքին, կսկսես։ Ես կսկսեմ, մի քանի բլից հարց ունենք, պարոն Գիլյան, կտանք ձեզ հարցերը եւ կընկալենք շատ բարդ չեն պատասխաններ, ծուղակ հարցեր չեն, ամենը բլից հարցեր են։ Եվ այսպես, կա բան, որից երբեք չեք հրաժարվի։ Հա իհարկե, սկզբունքները, ավանդույթները, նաև սպորտը։ Իհարկե այս հարցը ծուղակ հարց է, որովհետև եթե ուրիշ կերպ Ես թողեցի այս հարցը, որ դու հարցնես, քանի որ ծուղակ հարց է։ Այս հարցը եթե այլ կերպ ձևակերպել դժվար կլիներ, բայց ձևակերպումից շատ բան է գալիս։ Արդեն լարվեցի։ Հայ մարզիկ ում օրինակելի եք համարում։ Արթուր Ալեքսանյան։ Դա ծուղակ չէր։ Բացարձակ, իսկ հակառակ ձևակերպման դեպքում էլ այս մարզիկ է եւ արդյունքներով, եւ ի պահվածքով, եւ ամեն ինչով։ Ես Արթուր Ալեքսանյանին 10 տարեկանից եմ հիշում։ Ճերմակարչը ես եմ անվանակոչել Արթուրին, դա իմ բրենդն է։ Ես իրեն բոլոր տարիքներում եմ տեսել, մինչև հիմա եմ տեսնում, ամեն օր եմ տեսնում։ Այդ բացառիկ մարդ է, այդպիսի մարզիկ աշխարհում ես չգիտեմ, մատների վրա կարելի է հաշվել։ Երբեք չգնաց հաճույքների, կեղծ վայելքների, հակասպորտի հետևից, միշտ եղավ սպորտում, միշտ զրկանքների մեջ ինքն իրեն պահեց, միշտ ամեն ինչ արեց, ամեն ինչ զոհաբերեց հանուն սպորտի հաղթանակի եւ իբարս Հայաստանի Հանրապետության։ Այո։ Որն է ձեր կյանքի
Ջերմագին։ Ես մի անգամից դեպս անցա արագ մյուս հարցին, որն է ձեր կյանքի լավագույն ակնթարթը։ Երբ Արթուր Ալեքսանյանը օլիմպիական չեմպիոն դարձավ, երբ Տիգրան Մարտիրոսյանը Անտալիայում աշխարհի չեմպիոն դարձավ, եւ երբ Նազիկ Ավդալյանը Կորեայում աշխարհի չեմպիոն դարձավ։ Այստեղ ողջունենք եւս մեկ անգամ մեր մարզիկներին եւ հաջորդ հարցը, եթե պետք լիներ ձեր կյանքը նկարագրել որևէ սպորտային տերմինով, ապա որ տերմինը կընտրեիք։ Խանդավառ պայքար։ Ահա։ Օրվա ընթացքում հաճախ օգտագործվող 3 բառը։ Այո։ Ալոյի տեսքով նաեւ։ Ընկեր ջան։ Ու սիրում եմ։ Եվ եթե կարողանայիք ստեղծել նոր մարզաձև, ինչ կանոններ կսահմանեիք։ Նույն սկզբունքները ինչ որ սպորտում կա։ Սպորտում պիտի լինի պայքար, անզիջում պայքար, սպորտում չպիտի լինի ամենաթողություն, զիջում, չկա այդպիսի բան, սպորտը պայքար է։ Հաղթանակն էլ դրանով է քաղցր։ Ես իհարկե առողջությանը ոչ շատ վնասակար, բայց պայքար, անպայման այդ սկզբունքներից ելնելով կանեի դա։ Սիրելի փողոցը։ Շատ կտրուկ անցում։ Ալեք Մանուկյան։ Ահա։ Ռադիոտան դիմաց։ Ահա։ Որտեղից սկսել եմ իմ կարիերան։ Հիմա էլ դեպ գրասենյակս Վադայի, էլի ռադիոտանն է, այո։ Կամ մի բան, որ կցանկանայիք գրել ժամանակի մեջ կամ թողնել պատմության մեջ, որը երբեք չէր չնջվի եւ չէր անհետանա։ Դե դրա ժամանակը կգա, դեռ ես այդքան մեծ տարիք չունեմ, որ անցնեմ հուշագրի, բայց կգա ժամանակ, այո, բաներ կան, բաներ են եղել սպորտում, որոնք կուզեի, որ երբեք չկորչեր պատմության մեջ, որ կուզեի, որ այդ ամեն ինչը մնար։ Ու այնքան ուրախ եմ, որ Նազիկ Ավդալյանի մասին մեդալի հակառակ կողմը գեղարվեստական ֆիլմը նկարվեց, որտեղ դա պիտի իմանար սերունդը, դա պիտի մարդիկ իմանային, թե ինչի միջոցով է անցնում մարզիկը, ինչև հաղթանակի հասնելը։ Այո։ Շնորհակալ ենք պարոն Գիլոյան, առավոտը մեզ հետ սկսելու համար, եւս մեկ անգամ իհարկե շնորհավորում ենք սպորտի միջազգային օրվա արդիվ եւ հուսով ենք, որ ավելի շատ առիթ կունենանք ձեզ մեր տաղավարում տեսնել։ Ես էլ ձեզ մաղթում եմ ավելի շարժունակ առօրյա, սպորտային եղեք, սիրեք սպորտ ու վայելեք մեր մարզիկների բերկրալի հաղթանակները։ Շատ շնորհակալ ենք, մենք շարժվում ենք առաջ եւ հենց այս սպորտային թեմայից միանգամից անցում պետք է անենք կինոաշխարհ, մեր գործընկերոջ պատրաստած տեսանյութը նայենք, բայց ինչու ենք սպորտային աշխարհից կինոաշխարհ տեղափոխվում, որովհետեւ պատմելու ենք մեր հայրենակցի մասին, Արամ Առաքելյանի մասին, ով հենց սպորտային աշխարհից է տեղափոխվել կինոաշխարհ։